Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանը կրկին հայտնել է իր պատրաստակամությունը հյուրընկալելու 3+3 ձևաչափով նախարարական հանդիպումը։ ԱԳՆ-ն հայտնել է, որ դեռ 2024-ի հոկտեմբերին Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանը համաձայնել էր ընդունել հաջորդ նիստը։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել էր, որ առաջիկա հանդիպումները նախատեսվում է անցկացնել Երևանում եւ Բաքվում կողմերի սահմանված հերթականությամբ։ Հանդիպման կոնկրետ ժամկետները կհստակեցվեն եւ կհայտարարվեն լրացուցիչ։ Անվտանգության հարցերի մոսկովյան համաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին նեղ կազմով բանակցություններ նախատեսված չեն։ Միջոցառման ծրագրի շատ խիտ լինելու պատճառով հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական պատվիրակությունները հրավիրված են մասնակցելու ոչ միայն լիագումար նիստերին եւ սեմինարներին, այլև ԱՊՀ երկրների համար ավանդական աշխատանքային նիստին։ Այս մասին հայտնել է Շևցովը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնն Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նախարար Բարոն ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Արարատ Միրզոյանը եւ Ժան-Նոել Բարոն մասնակցել են Ադմիրալ Լուի Դարտիժ Դյուֆերենին նվիրված հուշաքարի բացման արարողությանը։ Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր էկոնոմիկայի նախարար Պապոյանի, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ։ Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այցի ավարտին նա շրջել է հիշողության պուրակում եւ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի տնկել արծաթափայլ Եղևնի։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրամիության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտիես Կարբոնելին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն գործակցության խորացումը, ընդգծվել է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու նոր գործընկերության օրակարգի արդյունավետ իրագործման կարեւորությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև ոլորտային գործակցության դրական դինամիկան։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի հետ։ Քննարկվել են Երևանի քաղաքապետարանի կողմից տեղական ինքնակառավարման մասին օրենքում առաջարկված փոփոխությունները, որոնք ուղղված են տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ հիմքի ամրապնդմանը։ Քաղաքապետարանը կարևորում է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի դերակատարությունն ու իրականացրած աշխատանքները։ Կրեմլում տեղի ունեցել Պուտին-Ֆիդան հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման ուղղված վերջին նախաձեռնությունները, ինչպես նաեւ մայիսի 16-ին Ստամբուլում կայացած խաղաղ բանակցություններից հետո տեղի ունեցած զարգացումները։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը եկավ Երևան, վերադարձավ Մոսկվա ու Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին է հրավիրել Ռուսաստան։ Հական Ֆիդանը Մոսկվայում կլինի մայիսի 26-ից 27-ը եւ ահա ռուսական արտգործնախարարությունը հայտարարել է, թե Մոսկվան եւ Անկարան հետաքրքրված են Հարավային Կովկասի խաղաղությամբ եւ որ կողմերը կքննարկեն երկկողմ եւ միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում Կովկասում գործակցության խորացման հարցը, ներառյալ մեջբերում ենք տրանսպորտային կապերի եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաև տարածաշրջանի հետ հակամարտային վերականգնումը։ Ռուսաստանը եւ Թուրքիան շահագրգռված են Հարավային Կովկասի խաղաղությամբ։ Կողմերի կարծիքով դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում, համատեղ ջանքերի միջոցով։ 3+3-ն ի դեպ հիմա Բաքվի սիրած թոփ թեմաներից է, Ալիևն ավելի վաղ պնդում էր, թե կուշտեն միջնորդներից, առաջ մղելով պահանջը լուծարել Մինսկի խումբը։ 28 տարի մենք ունեինք այդ միջնորդները, ԵԱՀԿ չարաբաստիկ Մինսկի խումբը, որի միակ նպատակն էր ամրապնդել օկուպացիան եւ Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Հիմա Ալիևը միտքը չի փոխել իհարկե, բայց նաև պնդում է, թե տարածաշրջանի խնդիրներով պետք է զբաղվեն տարածաշրջանի երկրները։ Իսկ առաջատարը տեսնում է Ադրբեջանին եւ Վրաստանին 3+3-ի հայտնի հարթակը, որ ձևավորվեց 44-օրյա պատերազմից հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնությամբ նպատակ հանրահրճակեց նույն սեղանի շուրջ բերել Թուրքիա, Իրան, Ռուսաստան խոշորներին եւ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եռյակին։ Այս ձևաչափի վերջին նիստը Թուրքիայում էր անցած տարվա հոկտեմբերին։ Վրաստանն այդ հանդիպումն էլ բոյկոտեց, դարձյալ չցանկացավ Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել։ Լավրովն ասաց, Վրաստանի համար 3+3 ձևաչափի դռները բաց են, կասկած չկա, ասաց, այդ ձևաչափը բոլոր մասնակիցների շահերից է բխում։
Մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման նրբությունները եւ թերահավատությունը, բայց Վրաստանի ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում։ Մինչև պարզ կդառնա վրացական աթոռի ճակատագիրն, այստեղ երեք գումարած երեքի ռեինկարնացման հարցն էլ դեռ վերջնական վճռված չէ փաստացի։ Ռուսական արտգործնախարարության վերջին հայտարարությունը Ֆիդանի այցից առաջ լավատեսական նոտաներով է։ Բաքուն ի դեպ ժամանակին հաճույքով էր արևմուտքի գիրկը նետվում, որովհետև Բրյուսելն ու Վաշինգտոնը կիսում էին Բաքվի դիրքորոշումը Արցախի հարցում։ Հիմա արդեն երբ Ադրբեջանը զավթել է Արցախը, Բաքվի սերն առ արևմուտք սառել է, դեմքով դեպի Ռուսաստան է շրջվում, ակտիվանում է Ռուսաստանը տարածաշրջանում։ Ադրբեջանի քաղաքականությունը շատ հասկանալի է, որովհետև ինքը իրականում ուզում է թողնել Հայաստանը իզոլյացիայի մեջ եւ պահանջում է միջանց եւ մի նպատակով ուզում է օգտագործի Վրաստանը, Վրաստանի տարածքը։ Ռեալ ճանապարհը հողի վրա տեսնելն ու հնարավորությունները ռեալ գնահատելն է, ինչ որ թափանցիկ խոստումների համեմատ, որոնք կարող են լինել Բրյուսելից, թեպետ հիմա կարծես առանձնապես խոստումներ էլ չկան։ Բրյուսելում չեն էլ նախատեսում ընդլայնել կառույցը ներգրավելով Հայաստանը։ Ինչ հայտարարի կգան Լավրովն ու Ֆիդանը մոսկովյան հանդիպմանը, ում կողմից է Մոսկվան Երևան-Բաքու կոնֆլիկտում, էսկալացիան կանխելու խաղաղության կայունության, ռուս վերլուծաբանի պատասխանը լակոնիկ է։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 26-ի երեկոյից մինչև մայիսի 27-ի առավոտ Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Ուկրաինայից արձակված 99 անօդաչու թռչող սարք, դրանցից 56-ը Բելգորոդի, 25-ը Վորոնեժի, իսկ մնացածը այլ շրջանների օդային տարածքներում։ Վորոնեժի նահանգապետը հայտնել է, որ զոհեր կամ վիրավորներ չկան, իսկ բեկորների ընկնելու վայրում առաջացած հրդեհը մարվել է։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը նոր հարձակումների է պատրաստվում ընդլայնելու գրաված տարածքները։ Նրա խոսքով ոչ մի նշան չկա, որ Մոսկվան պատրաստ է դիվանագիտական լուծումների։ Զելենսկին կոչ է արել գործընկեր երկրների հետախուզական ծառայություններին չանտեսել փաստերը եւ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Նա նաեւ նշել է, որ ռուսական հարվածները վերջին օրերին դարձել են ավելի մասշտաբային, ընդգծելով, որ դա Պուտինի գիտակցված քաղաքական որոշումն է շարունակել պատերազմը։ Թրամփը եւ Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի հարցով, հաղորդել է 12 ալիքը, կողմերը չեն կարողացել հաղթահարել տարաձայնությունները։ Թրամփը հայտնել է, որ նախընտրում է դիվանագիտական լուծում եւ վստահ է, որ կարող է լավ գործարք ընկել, մինչդեռ Նեթանյահուն շարունակում է պնդել Իրանի դեմ հարվածնելու անհրաժեշտությունը։ Ֆլորիդա նահանգում նավակ է պայթել, հրդեհից հետո հոսպիտալացվել է ավելի քան 10 մարդ, այդ թվում 2 երեխա։ Նրանք ծանր այրվածքներ են ստացել, նավակը բռնկվել է վերածվելով կրակե գնդի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆիլադելֆիայի Ֆերմաունտ այգում հիշատակի օրը տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ, եւս 9 մարդ, այդ թվում 2 դեռահաս վիրավորվել են։ Տուժածների վիճակը կայուն է, ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի վայրում զենք չի հայտնաբերվել, ձերբակալություններ դեռ չեն եղել։ Հիշատակի օրը Ամերիկայում դաշնային տոն է նվիրված ծառայության ընթացքում զոհված զինվորականների հիշատակին։ Լիվերպուլում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որը տոնում էր համանուն ֆուտբոլային ակումբի հաղթանակը Անգլիայի Պրեմիեր լիգայում։ 27 հոգի հոսպիտալացվել է, նրանցից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում։ Մեքենայի վարորդը ձերբակալվել է, միջադեպը տեղի է ունեցել առաջնության շքերթի ավարտից կարճ ժամանակ անց, որի ընթացքում կենտրոնում հավաքվել էին հազարավոր մարդիկ։ Կրիպտոն ներդրողները դժգոհ են մնացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած մասնավոր ընթրիքից։ Վիրջինիայի իր գոլֆի ակումբում նախագահը մասնավոր ընթրիք էր կազմակերպել կրիպտո արժույթի 220 խոշորագույն ներդրողների համար։ Հյուրերը ընթրիքի համար 1.7 միլիոն դոլար էին ծախսել։ Նրանք քննադատել են սննդի որակը ու նշել, դա ամենավատ ուտելիքն էր, որ երբևէ կերել ենք Թրամփի հաստատությունում։ Միակ ուտելի բանը հացն ու կարագն էր։ Բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացում շատ են միջնորդ կազմակերպությունները, որոնք հաճախ նախընտրում են համագործակցել ոչ հայ վարորդների հետ, նույնիսկ եթե պայմանները նույնն են։ Վարորդները պահանջում են ոլորտում արդար մրցակցություն, տեղական բեռնափոխադրողների իրավունքների պաշտպանություն եւ վերահսկողություն միջնորդ կազմակերպությունների գործունեության նկատմամբ։ Նրանց համոզմամբ անհրաժեշտ է կառավարության միջամտությունը կարգավորելու համար տեղական շուկան եւ խթանելու հայ բեռնափոխադրողների ներգրավվածությունը միջազգային փոխադրումներում։
ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է շուրջ 9.1 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող առևտրային ընկերությունը կանխիկ վճարումների դիմաց ՀԴՄ կտրոններ չի տրամադրել, փոխարենը օգտագործելով ներքին փաստաթղթեր, ինչի արդյունքում խուսափել է շուրջ 2.6 միլիարդ դրամի հարկերից։ Ընկերության գործունեության վերաբերյալ հավաքագրված փաստերի հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։ ՊԵԿ-ը հիշեցնում է ՀԴՄ-ով մուտքագրում չիրականացնելը կարող է քրեական պատասխանատվության հիմք հանդիսանալ։ Մայիսի 18-ին եւ 25-ին Մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող երկու խանութներից գողացվել է ընդհանուր 2.200.000 դրամի էլեկտրական ծխախոտ։ Երկու դեպքերն էլ տեղի են ունեցել ուշ երեկոյան։ Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է մոլդովական փողոցի 55-ամյա բնակիչը, որը մայիսի 26-ին ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կարմիր գծերի համար սահմանված վճարները բարձրացնելու ավականու որոշման դրույթները վարչական դատարանն անվավեր է ճանաչել։ Արձանագրել է քաղաքապետարանը, որևէ կերպ չի ապացուցել, որ վճարը շեշտակի ավելացել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով։ Դատարանը փողոցները բեռնաթափելու ավականու պատճառաբանությունը եւս համարել է ոչ իրավաչափ։ Մեծ հաշվով չեն ներկայացել բավարար ապացույցներ, թե ինչպես է հիմնավորվում տվյալ տեղական ավտոկայանելու համար ծախսվող գումարները անպատասխան կառույցի 25 թվականի համար անհրաժեշտ ապացույցներ չեն ներկայացել չափի մասով, այսինքն սահմանվող պետական տուրքերը, վճարները պետք է համապատասխանեն այն ծախսերի ծավալին, որոնք անհրաժեշտ են ծառայությունները տրամադրելու համար երևանցիներին։ Դատարանի այս որոշման հետ կապված դիմեցինք նաև քաղաքապետարան տեղեկանալու վարչական դատարանի որոշումը բողոքարկելու են, պատասխանեցին այո, դիմելու են վերաքննիչ դատարան։ Մինչև քաղաքապետարանը կդիմի վերաքննիչ դատարան եւ հայտնի չէ, թե վերաքննիչ դատաքննությունը որքան կտևի, իրավաբանական համայնքը տեղեկացնում է, որ քաղաքացիները այդ ընթացքում շարունակելու են կրել վարչական ակտի հետևանքները։ Քանի որ ուժի մեջ չի մտել եւ կա վերաքննության հնարավորություն, իսկ վերաքննությունը առհասարակ դատական քննությունը մեր մոտ շատ երկար է տևում, հետեւաբար մինչեւ որ ավարտվում է վերաքննության փուլը, հետո վճռաբեկ գնում են կամ չեն գնում, մինչեւ այդ ամբողջ process-ը էփվում եւ ավարտվում է, գալիս է հաջորդ տարին։ Եվ քաղաքապետարանը ընդունում է արդեն նոր տարվա համար տեղական վճարներ, դրանք սկսում են կիրառվել եւ փաստացի ստացվում է արդյունավետությունը դատական պաշտպանության բավականին ընկնում է։ Կարող են վարչական տուգանքի ենթարկվածները վերջնական ակտից հետո փոխհատուցում ստանալ իրենց կատարած ծախսերի համար։ Փաստաբանը տեղեկացրեց, որ այո, կարող են, երբ վերջնական ակտով հաստատվի, որ տվյալ նորմատիվ իրավական ակտը ոչ իրավաչափ է։ Ոչինչ չի խանգարելու անձանց դիմելու վարչական մարմին, ասելու քանի որ մեծ հաշվով ապօրինի ես ինձանից գանձը, վերադարձու ես քան դրամ, ապացույցները բնականաբար բոլորը ունեն, դրանք բոլորը փոխանցումներով կամ չեկերով կարող են հաստատվել, այսինքն կարող են ունենալ այդ ապացույցները։ Եվ հրաժարվելու դեպքում անձինք կարող են իհարկե դիմել դատարան նաև այդ փոխհատուցումները ստանալու համար։ Վճարումների բարձրացումից հետո էլ կարելի է նկատել, որ հատկապես քաղաքի կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներ ծանրաբեռնված են։ Վարորդներն էլ մեծ դժվարությամբ են գտնում թափուր կարմիր գծեր մեքենաները կայանելու համար։